ձեզ, մենք շարունակում ենք Python-ի խնդիրների դիտարկումը, այսօրվա խնդիրը հետևյալն է, ուրեմն գրել ծրագիր, որ էկրանին տպում է n-ից մինչև 0 թվերը անջատված բացատով, n-ը դրական ամբողջ թիվ է եւ ներմուծում է օգտագործողի կողմից։ Անցած խնդրում եւ այս խնդրում նույնպես ես ստուգում չեմ իրականացնում, n-ը դրական է թե դրական չէ։ Քանի որ խնդիրը ինքնին ասում է, որ դրական թիվ է, ենթադրում եմ, որ ներմուծվելու է դրական թիվ, բայց իրականում որպես ավելի կոռեկտ ու ավելի ճշգրիտ կարելի է նաեւ ստուգում իրականացնել, որ եթե հանկարծ բացասական եղավ, ծրագիրը պայթացնի կամ ավարտի իր աշխատանքը, նման մոտեցումներ նույնպես կան, բայց ես անցնում եմ միանգամից ալգորիթմի լուծմանը։ Շատ լավ։ Ուրեմն այդ n թիվը եկեք հայտարարենք եւ ներմուծենք ծրագրի աշխատանքի ընթացքում number-ը հավասար է int input։ Սա մեր թիվն է, որ ներմուծում է։ Հիմա ինձ պետք է ես արտածեմ n-ից մինչև 0 բոլոր թվերը անջատված բացատով։ Անցած խնդիրն ասում էր 1-ից մինչև n, մենք գրեցինք պայմանը, որ in անդադ աճելով հասնի n։ Այստեղ արդեն պետք է ինքը գնալով նվազի։ Ինչպես կարանք դա իրականացնենք։ Շատ պարզ, եթե անցածում մենք օգտագործում ենք հավելյալ փոփոխական, որը աճում հասնում էր n-ին, այստեղ կարանք n-ը օգտագործենք, նվազեցնելով դարձնելով այն 0։ Ինչպես հետևյալ կերպ while քանի դեռ n-ը, նո n չի մեր մոտ number անունը, հա, քանի դեռ number-ը մեծ կամ հավասար է 0, այսինքն այս պայման տեղ ունի։ Print արա number-ը, number-ը արտածելուց հետո իրեն արժեքը 1-ով պակասացրու, այսինքն number-ը հավասար է number minus 1։ Այ այսպես, number-ի արժեքը սկզբում ենթադրենք 5 է, 5-ը մեծ կամ հավասար է 0, այո, print արա 5, հետո number-ը այստեղ կդառնա 4, 4-ը մեծ կամ հավասար է 0, այո, print արա 4, այստեղ number-ը կդառնա 3։ Սա պլյուս 1-ի պես է աշխատում, number-ի նախկին արժեք հանած 1։ Սա կրճատ գրելաձև, այսինքն կլինի մինուս հավասար, եկեք այստեղ լավ մեկնաբանության դաշտում, մեկնաբանություն անեմ, գրեմ։ Կրճատ տարբերակը հետևյալն է, number-ը մինուս հավասար է 1։ Այսը, հիմա եկեք աշխատացնենք։ Ներմուծում եմ 5, տեսեք 5-ից մինչև 0 թվերը արտածեց։ Ներմուծեցինք, ենթադրենք 23, 23-ից մինչև 0 թվերը արտածում է։ Այստեղ ուշադրություն դարձրեք պայմանի վրա, number-ը մեծ կամ հավասար է 0։ Սա լուծման մեկ տարբերակ է։ Երկրորդ տարբերակը հետևյալն է, հիշենք բուլյան փոփոխականները, կա այսպիսի մոտեցում, բոլոր թվերը բացի 0-ից համարվում են true, իսկ 0 false։ Այսինքն, եթե ես այստեղ number-ի փոխարեն գրեմ 2, սա միշտ true է լինելու, սա համարժեք է, որ ես այստեղ գրեմ true։ Եթե գրեմ անգամ մինուս 5, բացասական ինչ-որ թիվ, սա նույնպես true է, որովհետև 0-ից բացի ինչ թիվ ես այստեղ պայմանի փոխարեն գրեցի, ինքը որպես բուլյան արժեք համարվելու է true։ Միայն 0-ն է, որ համարվում է false։ Հետևաբար ես ուզում եմ այստեղ գրեմ number, ու տեսեք սա ոնց է աշխատելու։ Number-ը վերջի վերջո դառնալու է 0, չէ՞։ Որտեվ ես այստեղ անդադ իրեն պակասացնում, դարձնում եմ 0։ Երբ ինքը դարձավ 0, ծրագիրը աշխատանքը կավարտի, որովհետև number-ը դարձավ 0, 0 նշանակում է false, ծրագիրը կավարտի։ Իսկ 0-ից տարբեր կամական դրական թվի դեպքում ինքը true է համարվելու, այսինքն while true կլինի ու կաշխատի։ Կաշխատի կմտնի մեջ կտպի number-ի տվյալ արժեքը, 1-ով կպակասացնի, կբարձրանա վերև, հետո number-ի արժեքը նորից կստուգի։ Ու այնքան մինչև number-ը դառնա 0։ Եկեք սա աշխատացնենք ու ներմուծենք 5։ Տեսեք, այս դեպքում տպեց 5-ից մինչև 1-ը, պայմանավորված դառնում, որ դառնում է 0, 0-ով արդեն ծրագիրը իր աշխատանքն ավարտում է։ Սա ուղղակի եւս մեկ մոտեցում է, որ ուզում եմ դուք իմանաք, որ կարելի է կիրառել գործնականում, հա, այսինքն պայմանին փոխարեն գրել ինչ-որ հստակ փոփոխական, ինչ-որ հստակ արժեք եւ իմանալ հետեւյալը, որ եթե այդ արժեքը կամ փոփոխականի արժեքը եղավ 0, ուրեմն ինքը false է լինելու։ 0-ից տարբեր կամական թվի դեպքում ինքը լինելու է true։ Ամբողջ գաղտնիքը դրանում է, բայց կարանք նախկին մեր գրել տարբերակը ետ բերենք, մասնապես number-ը մեծ կամ հավասար է 0։ Սա պայմանով տարբերակը։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր ունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, ձեզ հետ ես էի, լավ մնացեք, կհանդիպենք։